Պարոն Քոչարյան, երեկ արդեն հայտնի դարձավ, որ ձեր եղբայրը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։ Ինչ սպասել այս իրավական գործընթացից հետո, արդյոք հայր Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված եւս սպասում եք, այսինքն սպասելի էր ամեն դեպքում, բայց Քոչարյանի դեպքում, Ռոբերտ Քոչարյանի դեպքում եւս նման որոշում եք ակնկալում։ Սպասում։ Տեսեք, ասիկ իրավական գործընթաց, բայց այստեղ իրավական գործընթաց չկա։ Կա մի օգուտ ցուցում, բացահայտ լկտի, ապօրինի, որին ուղղակի հանցակից են դառնում նաև այսպես իրավապահ եւ դատական համակարգի շատ մասնակիցներ, որտեղ իրավական բացարձակ ոչինչ չկա։ Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, այսպես թքել կպցնել, ինչ որ բան փորձել ստանալ, բանի հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ, որովհետև գործի հիմքում ոչինչ չկա։ Մնացած այո, կալանքը եղավ եւ դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել, որ դուք պատկերացրեք, օրինակ, այս գործով մի հատ ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի, շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները, այո։ Փաստորեն մենակ մարդուն Արամայիս Ոսկանյանին տնային կալանք են տվել, իսկ կնոջը կալանք են տվել եւ 2 աղջիկներին երկամսյա կալանք են տվել, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս։ Ու այս կնոջը տարել են կալանքի։ Գիտեք, ապշում է սուղակի, ոնց կարա, ասենք, նույն քննիչը նման միջնորդությամբ անգամ մտնի դատարան, ու դատարանն էլ լինելով, չգիտեմ, հայ, տղա մարդ, չգիտես ոնց ասես, որոշի, որ այդ չէ, անպայման պետք է այդ մարդը լինի բանտում։ Ասենք ինչ չէր կարա տնային կալանքի մեջ լիներ, եթե անգամ այսպես իրավական այդ շղարշը տալիս են։ Չգիտեմ, ես օրինակ չգիտեմ այդ երեխեքին ով պետք է պահի։ Պատկերացնում եք, չէ՞, քուրն էլ է փաստորեն կալանքի մեջ, մայրն էլ է կալանքի մեջ, հա։ Հիմա ձեզ կասեն այդքան փող ունեք, կօգնեք այդ մարդկանց։ Ինչ ասենք են երեխեքը մայր չունեն, մենք գնանք այդ երեխեքին մայր, ինչ Մայրի ջան, ինչ ասելու բան այլ է։ Բանվոջեն այսքան կոնկրետ, էլի քանի անց կա կալանավորված է, այս պահի դրությամբ ովքեր վարույթ դու կալանավորված։ Չգիտեմ, առնվազն 4 այդտեղ, եղբայրս է, մի քանի տնօրեն կա ոնց որ 5-6 առնվազն էլ, այս բանը այսպես ինֆորմացիան ամբողջական չունեմ էլ։ Այո, փաստորեն հորս հետ կապված 24 ժամի այսպես ռեժիմով էին մտել, երեքան որ առողջական խնդիրներ կար, շատ էին ուզում որ դատարան բերեին, բայց բժիշկները ասացին որ չի կարելի։ Այսօր առավոտյան 8-ին լրանում էր ձերբակալման որոշման ժամկետը արդեն ու նոր որոշումով գնացել են էլի 24 ժամյա այսպես այս ռեժիմի մեջ մնալու համար։ Տեսնենք, կարծում եմ բոլոր հնարավորությունները նպատակը ամեն գնով դատարան բերելն է լինելու, լսել եք ցուցումները այստեղ, հիստերիկ մեկը կար, խոսում էր։ Հիմա ազատության մեջ եք, ոնց կբերեք տղամարի վրա։ Ինչը։ Դեր ազատության մեջ լինել ինչով կմեկնաբանեք։ Չէ, գիտեք, իմ դեպքում Միքայել Ավել պետք է լինի, դատախազը պետք է գա այստեղ ու ընդհանրապես այս քրեական գործերը, հատկապես ապօրինի, ինչով են այսպես անարդար պայմաններում ենք լինում, որովհետև կա նախաքննական գաղտնիք եւ սրա տակ այսինքն իրանք ինչ ուզում տարածում են եւ դու սահմանափակ ես լինում այն абսուրդները ցույց տալու։ Իսկ եթե իմ դեպքը լինի փորձեն բերեն, գլխավոր դատախազը պետք է գա այստեղ, այսինքն շատ ավելի չեմ կարծում, որովհետև այս իրանք կուզենան խուսափել այս փուլում դրանից։ Նորից եմ ասում, իրանք պետք է այդ ռեպորտաժները տալ, մասկաներով, չգիտեմ, վազելով տուն են մտնում, ինչ որ այսպես մեծ թվեր են ասում, բան են ասում, որոնց տակը իրականում դատարկությունն է, բայց շատերը չեն հասկանում, դա ժողովուրդը նայում է ու շատ էս չի խորանում մեզ ամեն ինչի մեջ։ Իսկ եթե դատախազը գար այստեղ, մենք արդեն պետք է հարցեր տանք, ինքը ստիպված էր լինելու պատասխանել, դրա համար չեմ կարծում։ Փաստորեն ստացվում է, որ պարոն Քոչարյանը մեղադրում է մի բանում, որին իր լիազորություններից ելնելով իրականացրել է։ Հիմնական մեղադրանքը, եթե չեմ սխալվում, դա է։ Գիտեք ոնց է, այն ժամանակ սահմանադրությամբ բոլոր որոշումները վավերացնում էր նախագահը։ Չկա որևէ որոշում, որը նախագահը չվավերացներ։ Եթե չեմ սխալվում, 10,000-ից ավել նման որոշում կա։
պայմանական կարելի է ամենտեղ մի խնդիր դնել, վերջում գնալ ասել, այն դեպքում էլ ոնց էին գրել, անձամբ վավերացրել։ Ուրիշ ձև չկա, չանձամբ վավերացները կլիներ խնդիր, եթե անձամբ չաներ։ Ու կարելի է ամեն որոշման հետ ինչ որ խնդիր գտնել կամ պայմանական ինչ որ մեկին հետո մեր հետ կապ հասկանալ ու բերել քրեական։ Չէ, աբսուրդ է, թե վաղեմության ժամկետների տեսանկյունից, թե մնացածի բոլոր ուղղություններով, ժողովուրդ, ոչ մի իրավական գործընթաց այստեղ ամենապատասխանատվության մասին չկա։ 7 հիվամ, այսպես իրավական գործընթացներ արեցին, այդ թվում նաև ձեր կնոջ այսպես աշխատավայրում ինչ վերջ հայտնաբերեցին գտան այնտեղ։ Ոչինչ չգտան, ինչ պիտի գտնեին, ասենք իմ այս պիջակների գրպաններն էին հերթով մտնում ստուգում, միտեղ 15000 դրամ կար, վերցրեցին, արգարավեցին, այս կարգի էժան բաներ, հա? 15000 դրամ ասենք, հատուկ ծրարի մեջ, այսպես կնիքով բան, չէ, ինչ գտնում էին, ասենք, արտերկրից մնացած կարող են Դուբայից, չգիտեմ, 50 կամ 100 դրհամ, որ մնում է, տենց ուղղակի տանն է մնում, այսպես վերցնում, աբսուրդ է։ Քիչ առաջ իշխանական падգամավորն էր Ճեպազույց տալիս եւ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, ասում է մեզանից ժողովուրդն է պահանջել եւ այս ամեն ինչը անգամ ուշացած է, թեև Նիկոլ Փաշինյանը 2018-ից սկսած է խոսել դրա մասին, բայց միայն հիմա է իրավապահ համակարգը գործի անցել եւ ժողովրդից հասումն է սա, այսպես ասած, որ Ռոբերտ Քոչարյանին բանտարկեն կամ ունեզրկեն, ինչպես հայտարարել է Արժանավիոնից։ Գիտեք, ես սրա մասին նույն այն օրն էլ ասացի։ Ես իսկապես հավատում եմ, որ ժողովրդի մի մաս այդ պահանջը կարա ունենա, ու նաև այդ պահանջը ունի բացատրություն, թե ինչից է նաև այդ պահանջը ձևավորվել։ Այդ պահանջի մեջ ինչքան մասնաօբյեկտիվ, ինչքան նա սուբյեկտիվ, ինչքան նա այն նեգատիվը, որ տարիներ շարունակ գեներացրել են, սա ինչքան մասնաօբյեկտիվորեն, ինչքան մասնա ստի վրա։ Այսինքն այստեղ տարբեր պահանջներ կարա լինի։ Ու ասում եմ, մի հատ լուրջ մասը մեր ժողովրդի նաև պահանջ ունի մեզնից։ Դուք շատ լավ գիտեք լրագրողներդ ինչ պահանջ ունեն, որ մենք ինչ պետք է անենք իրանց հետ։ Տարբեր պահանջներ կարա ժողովրդի մոտ ձևավորվի, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց երկիրը, եթե ժողովուրդը հավաքվում է, որոշում է, որ ունենում է սահմանադրություն, ապրում է ընդհանուր ինչ որ օրենքներով, սա մենք չենք կարա ամեն անգամ, որտեղ պետք է այդ օրենքը ծռել ի օգուտ ինչ որ մի կողմի, ասել դե ժողովուրդը ամեն ինչ այսպես ոնց են ասում, ամենամեծ սրիկայությունները արվում են ժողովրդի անունից, չէ՞։ Ամենտեղ, որտեղ դու պետք է օրենք խախտես, օրենք թեքես, ասես դե ժողովուրդն ասում, այդպես չի լինում։ Ժողովուրդ կա վերջի վերջո օրենք, կա սահմանադրություն, կա քրեական օրենսգիրք։ Եթե մենք այդ ամեն ինչը պետքա դնենք մի կողմ, այն սրիկայությունները, ապօրինությունները արվեն ժողովրդի անունից, սա արդեն երկիր չի։ Քոչարյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հնարավոր համարեց, որ գլխավոր դատախազը կգա ձեր հետևից։ Ես ընդհանուր ոչինչ չեմ բացառում, բայց ես շատ կուզենամ թող գան ու այստեղ գոնե այն ինչը հիմա քիչ առաջ է ասում, նախաքննական գաղտնիքի տակ կարողանում պահեն, այստեղ արդեն երբ որ գա չեն կարողանալու պահել։ Ես շատ ուրախ կլինեմ թող գան ու այդ հարցերը տանք ու բոլորի համար թող ակնհայտ լինի ինչքան փուչ ու դատարկ է այս ամեն ինչը։ Պարոն Քոչարյան, այսինքն դուք կտրականապես, այսպես ասած, հերքում եք, որ դուք ապօրինի ծագում ունեցող որևէ ներողություն հարցս ավարտեմ, գույք ունեք, որովհետև արդարադատության նախարարն էլ հարցազրույցներից մեկում վերջերս տրված, ասում է դե որևէ անձ իհարկե չի ընդունելու, որ ինքը ապօրինի ծագում ունեցող գույք ունի, երեք էլ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից թվարկում էր, օրինակ ասում էր Orange Fitness-ը ժամանակին եղել է պետական գույք, դուք մասնավորեցրել եք, դարձել եք Orange Fitness Ավանում գտնվող տարածքյանը ներողություն Play City-ին, դարձրել եք էլի մասնավոր, դրանցում են ձեզ մեղադրում։ Հիմա դուք ապօրինի ոչինչ չունեք։ Մենք ապօրինի ոչինչ չունենք, ես սրա մասին ասել եմ, բազմիցս եմ ասել ու այն մասով, որով որ մեր դեմ այսպես հայցեր են ներկայացրել, հետապնդումներ կա, ամեն ինչ դատարանում է գտնվում, ամեն ինչ կալանքի տակ է արդեն վաղուց։ Իմիջիալ շատ երկար ժամանակ չի եղել, եթե նորից կրկնեմ, եթե լիներ մտավախություն, լինել գերնպատակ, այսպես ունեցվածք պահելու, այդ ամեն ինչ կարող ենք ժամանակին օտարել, ասում եմ, հանգիստ թողնել գնալ, ամեն ինչ մեծ հաշվով, ամեն ինչ, ինչի մեջ մենք ունենք մասնակցություն, այդ ամեն ինչ այդ ապօրինի գույքով բանի տակ է, այսինքն մենք 2023 թվականից ինքը բիզնեսը աշխատում է, բայց ամեն ինչ կալանքի տակ է։ Այսինքն նույնիսկ դու այդ տեղից չես կարողանում շահույթ ստանալ, էլի ինքը ուղղակի, հա։ Որոշ ընկերություններ։ Այո, ինչ որ գործունեություններ կապարակնքված է դրա մասին։
Չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Այդ թվում նաև Սիրուշոկ Production-ը, չէ։ Չէ, Սիրուշոկ Production-ը չէ։ Երեք երեկոյան կապարակնքված էր։ Կապարակնքված չի եղել։ Այստեղ ուրիշ հարց կա, որ այնտեղ մտել են այն գրասենյակը, որտեղ գլխավոր գրասենյակը որտեղ աշխատում է, բայց այստեղ իրանց խնդիրը տարածքի հետ էր։ Ոչ թե պրեդոմիշի մասով ման չկա, այսինքն խանութները աշխատում են։ Այնուհանդերձ ձեր հոր նախագահ եղած օրինակ փաստը իշխանությունը նաև իրավապահները մենք տեսանք այդ հայտարարությունը կապում են ձեր ունեցվածքի այսպես ձեռքբերման հետ, հա։ Դուք հիմա այստեղ հերքում եք, որ օրինակ ձեր անունը նախկին նախագահի որդիներ եղած, այսպես ասած, լինելը, հա, կապ ունի այդ ունեցվածքի, այսինքն որևէ չգիտեմ, նվազ գնով, իրավապահները չեն կարող հայտնաբերել։ Իշխանությունը հենց դրա մասին է խոսում, որ հովանավորչություն է եղել։ Հիմա դուք դա տեսեք, ես դա եղել եք, այսպես ասած, չգիտեմ, հաջողակ բիզնեսմեն, դուք եւ ձեր Ես հասկանում եմ ձեր հարցը, ես դրան առիթ ունեցել եմ անդրադառնալու։ Օրենքի տեսանկյունից, այո, ես դա հերքում եմ։ Այո, կարող է մեր զբաղեցրած դիրքը որոշակի առումով ավելի հետաքրքիր է դարձրել ինչ որ գործընկերներ ձեռք բերելու, ինչ որ մարդկանց հետ այսպես հարաբերություններ հաստատելու գործնական, բայց եթե մենք սա նայում ենք այն տեսանկյունից, որ դա եղել է ինչ որ արտոնությունների տեսքով, ոչ դա այդպես չի եղել։ Գիտեք, այսօրվա հիմա 2026 թվականն է։ Մենք շատ ժամանակ այսօրվա այսպես մեր աշխարհայացքով ընկալմամբ փորձում են վերլուծել 2000-ականները, ինչ որ դեպքերում 90-ականները, որն այդպես չի, իրականություն տարբեր է եղել այն ժամանակ։ Թե այդ նույն հողերից որ խոսում ենք, այսինքն հողեր կա, որ այն ժամանակ բացարձակ բիզնեսի տեսանկյունից ոչ մի գրավչություն չեն ունեցել։ Այսինքն եթե մի բանը պայմանական 2001 թվականին արժեցել է 10 դրամ, այսօր դա արժենում է 1000 դրամ։ Ու եթե այսօր ասում են, այ 1000 դրամանոց գույք, բայց դա 1000 չի, դա այն ժամանակ 10 է եղել։ Պայմանական եմ վերում։ Ու այս նույն սկզբունքով նաև ինչն եմ, ես միշտ այս տարբերությունն եմ փորձում ցույց տալ, որ իրենք այս ամեն ինչ անում են ընտրողաբար։ Այսօր իշխանությանը շատ լավ գիտեք, մտերիմ մոտ կանգնած, չգիտեմ, օլիգարխ կասեք, բիզնեսմեններ կասեք, նախկին պաշտոնյաներ, գործող պաշտոնյաներ, որոնց հետ կապված նույն հարցերը չի առաջանում։ Նաև այսպես լրատվականների բանն է մշտապես, ես հասկանում եմ, նաև դա մեծ դիտումներ է ապահովում, այսպես գումարից խոսալ, սկանդալներից մնացածից, բայց ուշադրություն չի դարձվում շատ դեպքերում, որ նույն շատ ավելի ուրիշ նման երևույթներ կան, այն անձանց դեպքում, ովքեր իշխանությունը մոտ կանգնած են, մի հատ թթու բառ չեն ասում, բայց իրանց դեպքում ոչ մի հետևանքներ դա չի ունենում, ոչ մեկ ում եք տեսել, որ իշխանության այսպես ասած հովանու ներքո բայց իրենց մարզպետներից կան նման մարդիկ, իշխանության մեջ գտնվող, իրենց աջակցող, իրենց քարոզչությանը նախընտրական աջակցող գործարարներ, որոնց դեպքում իրանք չեն գնում հետ 20 տարի, 30 տարի, ասեն, այս օրինակ այս գույքը ձեռքես բերել այսքանով, ոնց է այդպես ստացվել, ինչի արդյունքում ա եղել, բազմաթիվ են նման դեպքեր, իսկապես բազմաթիվ են։ Նույն այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության են։ Հիշում եք ինչ անուններ էին տալիս մինչև 2018 թիվը։ Մի հատ փորձեք նայեք, քանիսն են որ տեղավորվել են, քանիսն են այնպես որ այս ամեն ինչը նույնիսկ եթե ինչ որտեղ իրավական գործընթաց է, սա կիրառվում է ընտրողաբար, սելեկտիվ։